Մինչև 40 աստիճան ջերմություն, քթահոսություն, հազ, մկանացավ։ Այս ախտանշաններով են այսօր հիմնականում երեխաները դասերից բացակայում։ Առողջապահության նախարարությունից ասում են, երկրում ակտիվ շրջանառվում է գրիպն ու մի խումբ սուր շնչառական այլ վարակներ։ Ընտանիքում 6 անդամ ենք, ես ընտանը չեմ մնում, որ մյուսներ չվարակվեն։ Վիրուս եկել է փոքր եղբորս, ով դպրոց է հաճախում։ Գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է հոկտեմբերից ու ավարտվում մարտ-ապրիլ ամիսներին։ Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 2-ը Հայաստանի բուժկենտրոններում սուր շնչառական վարակներով 706 մարդ է հոսպիտալացվել։ 91%-ը 0-ից 18 տարեկան երեխաներ են։ 185 երեխա էլ դպրոցից տուն է ուղարկվել։ Մասնագետները խորհուրդ են տալիս մինչև հոկտեմբեր պատվաստվել գրիպի դեմ ու ժամանակին դիմել բժշկի։ Եթե ունեք ախտանշաններ եւ եթե 2-3 օրվա ընթացքում տեսնում են քաղաքացիները, որ իրենց մոտ ոչ մի դրական դինամիկա չի լինում, այսինքն գնալով վիճակը ավելի է ծանրանում, հատկապես երեխաների մոտ, որոնց մոտ process-ը կարող է ավելի արագ ընթանալ, ժամանակին դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, եւ մենք ունենք կարեւոր կանխարգելիչ միջոցառումներ, որը շատ կարեւոր է գրիպի եւ սուր-շնչառական վարակների ժամանակ, դա պատվաստումներն են, որ ժամանակին պատվաստվեն, որպեսզի չունենանք այդ զարգացումը։ Երևանի Մուրացյան համալսարանական մանկական հիվանդանոցում միայն 2 օրում դիմելույթյան աճ է նկատվել՝ 184-ից 241, եւ մեծ մասը գրիպի ու սուր շնչառական վարակների դեպքեր են։ Facebook-յան մեր հարցմանն արձագանքած հարյուրավոր քաղաքացիներ հիմնականում նշել էին, որ արդեն հասցրել են վարակվել։ Մենք ամբողջ ընտանիքով տապալված ենք գրիպից։ Փոքրս արդեն 3-րդ շաբաթն է չի կազդուրվում։ Մկանային ցավեր, հազ, չնահանջող 39.5 ջերմություն առաջին շաբաթը, հետո կրկնվում է։ Ես շատ ծանր հիվանդացա։ Մի 10 օրեր լավացել էի, հիմա էլ անտանելի խեղդող հազ է սկսվել։ Նույնը ամուսինս ու փոքր տղաս։ Ջերմությունը մինչև 41 աստիճան։ Այս պահին տապալված եմ։ Ընտանիքիս անդամները հերթով հիվանդացան։ Նույն կերպ հազ, մինչև 40 աստիճան ջերմության բարձրացում, փսխում, թուլություն, առատ քրտնարտադրություն։ Գրիպ չենք, հազն է տանջում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ համացանցում է հիշեցնում։ Սեզոնային վիրուսներն ակտիվանում են գրիպի A տեսակի H3N2 տիպի վիրուսից բացի, նաև ռինո, բոկա, ադենավիրուսներ ու պարագրիպի հարուցիչներ են շրջանառվում։ Սրանք բոլորը սովորաբար առաջացնում են մրսածության կամ վերին շնչուղիների թեթև ախտանշաններ, բայց ծանր դեպքերում կարող են զարգացնել թոքաբորբ, շնչառության դժվարություն եւ հոսպիտալացման անհրաժեշտություն։ Բայց մարդն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե ինչ վարակ է իր մոտ։ Միայն լաբորատոր ստուգումը կտա այդ հարցի պատասխանը։ Ըստ դրա էլ կորոշվի բուժման ձևը։ Սկզբնական օրերին մտածում ենք սովորական ուղղակի սեզոնային վիրուս է, ուշադրություն չենք դարձնում, ինչեւ որ իհարկե չխորացավ։ Հենց եղբորս դասանում 10 աշակերտ այս պահին ընդհանրապես չի գնում դասի, 1 շաբաթ է արդեն, որտեվ դասի մոտ էլ խորացած վիճակ է։ Տաթև Ղազարյանի 6 հոգանոց ընտանիքից առողջ է միայն ինքը։ Կարծում է գրիպի դեմ պատվաստումն է իրեն օգնել։ Ենթադրում է, որ ընտանիքի մյուս 5 անդամները դպրոցահասակ եղբորից են վարակվել։ Իր մոտ ավելի բարդացած վիճակ է, ինքը այս պահին թոքաբորբ է տանում, տարել են արտաշատի պոլիկլինիկա, միայն ռենտգենի բաժնում մոտավորապես 1.5 ժամ եւ ավել հերթ ենք կանգնել։ Արյան օրինակ անալիզի դրանոդիս է հերթը պահում, ռենտգենի դրանոդ հարիկս էլ հերթը պահում, որովհետեւ հոսքը հենց շատ է։ Կրթության եւ առողջապահության նախարարությունները համաճարակային ֆիլտր կոչվող մեթոդով դասղեկներին ու վարչակազմերին հանձնարարել են չթույլատրել հիվանդ երեխաների մուտքը դպրոց եւ անհրաժեշտության դեպքում կազմակերպել հեռավար ուսուցում։ Նախարարության տվյալներով վերջին օրերին դպրոցներում բացակայությունների միջին ցուցանիշը չի գերազանցում 15%-ը, ինչն ըստ կրթության նախարարության նորմայի սահմաններում է։ Իսկ ահա Երևանի քաղաքապետարանի տվյալներով մանկապարտեզ հաճախող 27650 երեխաների շրջանում բացակայությունները տատանվում են 7000-ից մինչև 9000-ի շրջանակներում, այսինքն մինչև 25-ից 33%։ Թեև հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից ասում են, եթե բացակայությունները 20 եւ ավելի տոկոս է կազմում, ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար։ Հեռավար ուսուցման անցած դպրոց Հայաստանում դեռ չկա։ Երևանում էլ վիրուսների պատճառով դեռ մանկապարտեզներ չեն փակվել։ Դպրոց, բուհ, մանկապարտեզ ինքնուրույն են որոշում հեռավար անցնելու կամ մանկապարտեզն օրինակ փակելու հարցը։ Կարող են ինքնուրույն դիմել եւ ներկայացնել առաջարկություն նախադպրոցական հաստատությունների փակման վերաբերյալ
իսկ միջին բարձրագույն եւ հետբուհականներին անցնել հեռավար ուսուցման։ Թեև բժիշկները խորհուրդ են տալիս գրիպի կամ սուր շնչառական վարակների դեպքում հակաբիոտիկներ ինքնուրույն չօգտագործել, որովհետև դրանք ազդում են միայն բակտերիաների վրա, այդուհանդերձ դեղատները շարունակում են առանց դեղատոմսի ազատորեն հակաբիոտիկներ վաճառել։